Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ Կանանց հարթակ ոդքասթին այսօր հյուրընկալել եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար եւ ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանին։ Ողջույն Մանե։ Ողջույն Թեհմինե ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ, ինչքան որ հնարավոր է։ Նախ ուզում եմ տեղեկացնել, որ այս ոդքասթի շրջանակներում մենք հյուրընկալում ենք ակտիվ կանանց, ովքեր գործունեություն են ծավալում եւ իրենց գործունեության մասին հնարավորինս քիչ է խոսվում կամ իրենց կյանքի փորձի մասին ընդհանրապես չի խոսվում։ Ենթադրում եմ այդպեսի շատ կանայք կան։ Այո։ Եվ այսօր ուզում եմ խոսենք նախ քո մասնագիտական եւ գործունեության շատ տարբեր շերտերի մասին, որովհետեւ պատմաբան ես եւ նաեւ այլ մասնագիտություն ունես, ինչը քեզ բերեց քաղաքականություն եւ ինչից ամեն ինչ սկսեց, որն էր քո մոտիվացիան, դրդապատճառը։ Այո, ես առաջին մասնագիտության պատմաբան եմ, ավարտել եմ Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը, որից հետո մասնագիտությունս փոխել եմ։ Ու սա էլ հետաքրքիր փոփոխություններ, երբ որ պատմաբանից դառնում ես ֆինանսիստ հաշվապահ եւ ամբողջ կյանքում աշխատել եմ այդ ուղղությամբ, մինչեւ հայտնի դեպքերը։ Իսկ հայտնի դեպքերը դա 17 թվականի ընտրություններն էին, երբ որ падգամավոր ընտրվեցի եւ ինչը բերեց ինձ այդ որոշման եւ այդ նախաձեռնության այն գիտակցումը, որ քաղաքականությունը մեզ հետ է ամեն պահի մեր առօրյա եւ ամենօրյա կյանքի շրջանակներում։ Եվ եթե մենք որոշում ենք որակով կյանք ապրել, կա երկու ճանապարհ. կամ դու պիտի փոխես այն, ինչ քեզ շրջապատում է, կամ դու պիտի հեռանաս։ Եվ իմ որոշումը փոխելն էր, որովհետեւ ես հասկացա, որ ինձ բավարար չի այն, որ միայն ես եւ իմ փոքր ընտանիքն ենք լավ ապրում, բարեկեցիկ ապրում, ինձ անհրաժեշտ էր տեսնել, որ ես ապրում եմ մի միջավայրում, որը հաճելի է, որը առողջ է, որը որակ ունի։ Եվ այդ որոշումը ինձ ստիպեց, դրդեց գալ քաղաքականություն, հասկանալով, որ այստեղ է թաքնված ժանգլուխը։ Խոսենք այն մասին, որ դու որպես նախարար բախվել ես շատ տարբեր բարդ խնդիրների, հատկապես դեմ եմ շարժման ընթացքում եմ ես քեզ ճանաչում որպես ակտիվիստ, որպես հանրային գործիչ եւ հետո հայտնվեցիր այդ նախարարության աթոռին, այսպես ասած, եւ այնտեղ որոշումներ կայացրեցիր, որոնք որ ոչ բոլորն էին քո սրտով, քեզ հաճելի եւ գուցե քո արժեքներին դեմ։ Ուզում եմ այդ կուլիսների մասին խոսենք։ Ոնց է ստացվում, որ մարդը, որը ունի այս արժեքները, բայց նախարարի պաշտոնին իրականացնում է գործողություններ, որոնք ինքը չի ուզի անել, բայց ստիպված է անել։ Դες նաև դու ես ասում, բայց կատարում է գործողություն, որը չի անպատասխանում։ Իրականում սա իմ ամենալուրջ խնդիրներից մեկն է, որտեղ ես բավականին խորքային չհասկացվածություն ունեմ, որովհետև երբ որ դեմը լավ հիշեցրեցիր, իրականում 10 տարուց ավելի առաջ էր։ 14 թվական, 15։ Թվում է թե նոր է, բայց արդեն 10 տարուց ավելի է անցել, եւ այո, այդ շարժումն էր նաեւ, որ ինձ ցույց տվեց, որ մեր փոխարեն որոշում կայացնողները կայացնում են մի բան, որը աղերս չունի մեր կյանքի հետ կամ բարդացնում է մեր կյանքը, եւ հետեւաբար հենց պիտի լինել այդ որոշում կայացնողը։ Եվ կա ժամանակահատվածում, երբ որ ես նախարար էի աշխատում, ես փորձեցի ժողովրդին նորից հիշեցնել, թե ինչի մասին էր այդ ժամանակ խոսքը, որովհետև մենք սովորություն չունենք խորանալու թեմայի մեջ։ Ես փորձում էի հիշեցնել, որ պայքարը պարտադիր կուտակայինի դեմ էր, բայց այդ պարտադիր բառը բոլորի ուշադրությունից վրիպել էր եւ գիտեին, թե դա կուտակայինի դեմ է, այնինչ ես կողմում եմ կամ առաջարկում էի, որ համակարգ լինի կամավոր կուտակայինը գործի, որ որևէ մեկը իր ցանկությամբ, եթե ունի ցանկություն որոշում միանալու հնարավորությունը ունենա։ Եվ նախար եղած ժամանակ ես փորձեցի կանգնեցնել համակարգը եւ հենց փոխել այնպես, որ դա դառնա կամավոր։ Եվ այստեղ էր, որ ինձ չհասկացան, ինչպես նաեւ պիտի անկեղծ խոստովանեմ, որ նաեւ այդ օրվա իշխանությունը, որը շարունակում է լինել իշխանություն, իր սկզբունքներին դեմ գնաց, չաջակցելով իմ մոտեցմանը, որ պիտի կանգնեցնենք համակարգը եւ վերափոխենք այն կամավորի։ Դա էր պատճառը մի քանի որոշումների, այդ թվում նաև հրաժարականի, հետո վերադարձի այն խոստումով, որ այո, ես կկարողանամ իմ նախարարական պորտֆելում իրականացնել այն ինչ մտադրություն կա,
Բայց դա նույնպես այդ փուլում չստացվեց, որովհետև համակարգը դեմ էր եւ դեմ էր նաեւ կառավարության ղեկավարը, որը հիմա է կառավարության ղեկավար, բայց ոչ ոք չէր հիշում այն ժամանակ, որ հենց այդ նույն ղեկավարն էր դեմի ցույցերում պարտադիրի դեմ խոսում։ Շատ հետաքրքրական է, որ այդ թեմայի շուրջ ավելի շատ ես եմ ասոցացվում, թեպետ հենց այսօր էլ կառավարությունում կան մարդիկ, որ հենց նույն շարժումից են կամ որ պաշտպանում էին դրա հակասահմանադրականությունը դատարանում եւ հիմա սահմանադրական դատարանի անդամ են։ Բայց հետաքրքիր է, որ ինձ հետ է ասոցացվել շարժումը, դա եւ լավ է եւ վատ է իր դրական եւ բացասական կողմերով։ Բայց այո, երբ որ դու կառավարության մեջ ես, մի կառավարության, որի հետ ամբողջությամբ տեսլականը համահունչ չէ եւ չես կիսում, դա իմ դասերից մեկն է դեպ, չպիտի լիներ այդ կառավարության անդամ։ Ես սա ինձ համար որոշեցի այդ ժամանակ։ Սա իրոքից անկեղծ խոստովանություն է, նաև, չգիտեմ, մեր ընկերները, գաղափարակից ընկերները, որոնք որ տարբեր պաշտոնների են, արդյոք մի օր կարող են խոստովանել հենց այսպես բաց դեմքով, ասել, որ մենք ուրիշ արժեքներով շատ տարբեր շարժումների մեջ էինք, այլ նպատակներ ունեինք, չգիտեմ, 18 թվականի հեղափոխության ժամանակ ուզում ենք այսպիսի երկիր կառուցել, բայց չստացվեց եւ մենք ճիշտ դրա հակառակն ենք անում։ Դու տեսնում ես հենց այդ տրանսֆորմացիան ոնց է տեղի ունենում, անձի փոփոխությունը, երբ որ նա տարբեր տեսակի բարձր պաշտոններ է զբաղեցնում եւ նաեւ առնչվում է շատ տարբեր այլ մարտահրավերների հետ։ Շատ կարևոր հարց է, որովհետև կարելի է մտածել, որ դու անպայման պետք է դավաճանես սկզբունքներիդ, որպեսզի մնաս պաշտոնի կամ աշխատես, փորձես արժեք ավելացնել, դա այդպես չէ։ Եվ ես հենց իմ օրինակը ցույց է տալիս, որ դու ես որոշողը։ Ես գիտեի, որ դադարեցնելու եմ պաշտոնավարել այդ կառավարությունում, ես գիտեի, որ դառնալու եմ ընդդիմություն, որովհետև տեսնում եմ, որ սկզբունքներին դավաճանություն կա եւ կա մոտեցումների փոփոխություն։ Եվ ինձ համար անընդունելի է դա նաև ու հատկապես քաղաքականության մեջ։ Ու ես նաև տեսնում եմ, որ կան մարդիկ, ում արժեքները ձևախեղվել են կամ չեն էլ ունեցել ի սկզբանե։ Եվ իմ հետևությունը, այո, իմ հետևությունը դա է, որ ի սկզբանե այդ արժեքները չեն ունեցել։ Տեսեք ինչ կարմիր գծեր են հատվում։ Այսօր Հայաստանի իրականության մեջ հայտարարություն է տեղի ունենում ամենաբարձր մակարդակում վարքագծային դեռ քաղաքականությունը թողնում է մի կողմ։ Մենք հատել ենք մարդկային տարական բարեկրթության կարմիր գծերը առաջին դեմքից սկսած։ Մարդը խոստանում է, որ պիտի չհայհոյի։ Էդի խոստման առարկա լիներ։ Ամենաբարձր մակարդակում մորատորիա հայտարարում իր խոսքի նկատմամբ, այս ուր ենք հասել։ Մենք այս հարցը մեզ չենք ամաչում մենք մեզանից։ Ես sense բան չեմ էլ պատկերացրել ամենա այդ վատագույն սցենարներում, որ sense նման բան կարող է մեզ հետ պատահել։ Եվ այս պարագայում հետո կանգնել ասել, գիտեք, մենք մի փոքր այլ արժեքի կրող ենք, ուղղակի հանգամանքներն են, կներեք, անընդունելի է։ Եվ նրանք, ովքեր այսօր կիսում են այս ամբողջ արժեքական համակարգ եւ դրա հենասյուն են, կամա թե ակամա, եւ ես պիտի ասեմ, որ կամա, նրանք պիտի պատասխան տան։ Նրանք պիտի հասկանան, որ պաշտպանում են այս չվերջացող մղձավանջային իրավիճակը քաղաքակրթական, այս ատելությունը, որ գեներացվում է եւ հետամուտ են լինում մեծ սիրով։ Շատ ցավալի բան է, ահավոր ցավալի ինձ համար եւ ես չեմ ներելու այդ մարդկանց արժեհամակարգերի խեղաթյուրման այս գործընթացը, որ իրենք նախաձեռնել են։ Դու շատ տարբեր փորձառություններ ես կուտակել, հատկապես ակտիվիստից մինչև նախարար, նախարարի պաշտոնից հրաժարական, падգամավոր եւ հետո գնացել ես Արցախ անելու աշխատանք, որը կարեւոր է համարել այնտեղի համար։ Մենք շատ ենք խոսում են մասին, որ կանայք պիտի ակտիվ լինեն հասարակության մեջ, գիտեմ, գնան որոշումներ կայացնեն, փոխեն այդ արժեհամակարգը, մշակույթը։ Քեզ ինչ է հաջողվել փոխել, որտեղ ես պատնեշների հանդիպել եւ ինչ ես արել դրա հետ։ Եթե որպես կին քաղաքական գործիչ խոսեմ, հանրային գործիչ, ինձ համար պարզ է, որ կանայք միշտ ու ամեն պահի են խոչընդոտների հանդիպում։ Այլ բան է, ինչպես ես դու դա հաղթահարում եւ ինչպես ես դրան վերաբերվում։ Գիտեք, պիտի խոստովանել, որ մեր մշակույթի մեջ է, կարծրատիպային մշակույթի մեջ է կանանց պատնեշներ, խոչընդոտներ սարքելը։ Մենք չենք էլ նկատում։ Իմ շրջապատի տղամարդիկ կամ ձեր վստահ եմ եւ ընդհանրապես մեր դիտողների թվում է թե այդ խնդիրը չկա, չեն տեսնում, չեն նկատում, բայց անգամ խոսքի մեջ, վարքագծի մեջ
Մենք այդ մշակույթի կրողն ենք եւ դա պիտի ասեմ, որ հայկական իրականությանը միայն բնորոշ բան չէ, դա այդպես լինում է։ Իսկ քաղաքականության մեջ, որտեղ իշխանության փայ կա, դա շատ ավելի վառ է դրսևորվում, որովհետև իշխանությունը այսպես մոդելով պատկանում է տղամարդկանց եւ իշխանություն ունենալը տղամարդկային կարգավիճակ է, ցավոք սրտի այդպես է։ Եվ այստեղ դրա համար խոչընդոտներն ու խնդիրները ավելի շատ են։ Բայց դա կրկնում եմ, նաև ընտրություն է, թե դու ինչպես ես վերաբերվում այդ կարծրատիպերին, թույլ ես տալիս արդյոք դրանք դառնան քեզ համար խոչընդոտ, թե գիտակցելով դրանք հաղթահարում ես այնպես, որ դա քեզ չխանգարի աշխատել, գործել եւ գնալ քո նպատակի հետևից։ Ես իսկապես գիտակցաբար դրան վերաբերվել եմ միշտ, ես փորձել եմ արդար լինել, որտեղա որ կանոչ հանգամանքն է աշխատում, որտեղ որ հակառակը կամ ուղակի չի աշխատում։ Բայց ես տեսել եմ, որ թեկուզ եթե հիմա էլ նայենք քաղաքականության մեջ, նույն ազգային ժողովում հանձնաժողովների նախագահներ, երբ որ արդեն պաշտոնի մասին ենք խոսում կամ իշխանության, քանիսն են կանայք։ Նույն նախարարությունում կարող է ասենք դե հիմա կան ավելի շատ, բայց ավելի շատ ինչքան 3 քանիսի մեջ կամ ընտրովի պաշտոններում համայնքապետերը քանի հոգի կան։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր հասարակությունը դեռևս կնոջ իշխանություն վստահելու կարծրատիպային խնդիրներ ունի։ Հետևաբար մեր ամենօրյա իմ քո թեմինե ջան մնացած բոլոր կանանց աշխատանքը պիտի լինի դա փոխելը, որովհետև դա չփոխելու հետևանքով մենք ավելի վատ հասարակություն ենք ունենում։ Մենք պիտի փոխենք, որ կանանց ազդեցությունը բարձրանա, հասարակությունը կդառնա ավելի մտահոգ, ավելի հոգատար, ես համոզված եմ։ Բայց նաև մյուս կողմից չնեղացնելով մեր տղամարդկանց, պիտի ասեմ, որ սա հաճախ ոչ նպատակային է արվում։ Հետևաբար մենք ուղղակի պիտի իմանանք, որ անելիք կա այս դաշտում։ Խոսեցինք նաև այն մասին, որ որոշումներ ես կայացրել եւ գնացել ես Արցախ եւ Արցախի կորստից հետո նաև ունեն գերիներ։ Ես չեմ հիշում պատմության մեջ այնպիսի դեպք, որ կանայք որոշեն, որ հացադուլ են անում, սա ամենածայրահեղ մեթոդն է դերևս պայքարի։ Ինչը քեզ դրթեց նախ այս քայլին եւ քո քայլով ինչ արդյունքներ ունես գրանցած, արդյոք կարողացար որ գոնե մինիմալ ուշադրություն հրավիրել գերիների հարցի վրա։ Ինձ նաև բժիշկները խորհուրդ էին տալիս եւ ասում, որ կանանց չի կարելի հացադուլ անել։ Իրականում դու արդեն հարցը բարձրացրեցիր գերիների հետ կապված եւ ես երկար չեմ էլ մտածել այդ քայլն անելիս, որովհետև մենք հացադուլը համարվում է այսպես հուսահատության պայքարի միջոց կամ ճիչ, եթե կուզեք։ Այո, այն երկու նպատակ է ունենում սովորաբար, կամ պայքարել, որ իրավիճակ փոխվի, կամ ուշադրություն գրավել խնդրի վրա։ Իրականում ինչքան էլ կարող է տարօրինակ թվալ, երկուսից եւ ոչ մեկը իմ մտքում չկար այդ ժամանակ, դրանով ես ուզում եի ուղղակի դիմել Ռուբեն Վարդանյանին, ով այդ ժամանակ հացադուլի մեջ էր, իմ ավագ ընկերը, ում ես ճանաչում եմ անձամբ եւ խորին ցավ եմ ապրում իմանալով, թե ինչ հայ է բանտի ետևում, Բաքվի բանտի ետևում, բոլորին հավասար պիտի դիտարկեմ, դա չէ հարցը, անձամբ եմ իրեն ճանաչում եւ նրա պայքարի մոտիվացիայի եւ ամեն ինչին եմ ծանոթ, ու այդ ցավը ինձ համար շատ խորքային է, ու նաեւ այն գիտակցումը, որ հայ ժողովուրդը այսօր հենց այդպիսի հայի կարիք ունի, որ անգամ հայ ժողովուրդը չգիտի ում է կորցնում այնտեղ։ Եվ ընդհանրապես դա խնդրանք էր ուղղված Ռուբեն Վարդանյանին, որ ինքը դադարեցնի իր կյանքի համար վտանգ հանդիսացող հացադուլը, որովհետև ես գիտեի նաև նրա առողջական վիճակը, գիտեմ եւ այս պահին էլ բարվոք չէ, եւ դա կարող է իր համար լինել մահացու։ Ես ընդհանրապես դրանով ուզում եի խնդրել իրեն, որ իմանա, որ իր կյանքով մտահոգվող շատ հայ կա աշխարհում, եւ հենց դա երևաց։ Ես գիտեմ, որ ինքը դա տեսավ եւ տեսավ իր ընտանիքը, ովքեր խոսեցին իր հետ այդ մասին եւ նա հասկացավ, որ իրեն չեն մոռացել, ոչ ոքի չեն մոռացել եւ անգամ եթե մենք ամենօրյա ռեժիմով այդ մասին չենք խոսում, գոնե խոսում եմ այն մարդկանց մասին, ում սա վերաբերելի է, ինքը պիտի ողջ առողջ վերադառնա Հայաստան եւ իրեն սպասում են եւ սա այդ մասին էր։
Ես այնքան միամիտ չեմ մտածեմ, որ մեր իշխանությունների դեմ կարելի է պայքարել հացադուլի միջոցով, որովհետև նրանց համար մարդկային կյանքը վաղուց արժեք չէ։ Նրանք պատրաստ են ձեզ մեղադրել յուրաքանչյուր բանում, եթե նույնիսկ հացադուլից մահանակ, ասում դե ինքն էր մեղավոր, ինչ էր հացադուլ անում։ Սա մենք այսօր իշխանության պարագայում ենք ապրում, այնպես որ ես այդ մեթոդով չէի պայքարի երբեք։ Սա ընդհանրապես զրույց էր Ռուբեն Վարդանյանի հետ ու խնդրանք, որ իմանա իր կյանքը մեզ համար կարևոր է։ Եթե հետ գաս այն սկիզբը, այն ելքը, որտեղից որ ելքը խմբակցությունով հայտնվեցիք ազգային ժողովում, ինչ կփոխեիր քո կյանքի գործնեության այս ամբողջ փուլերի ընթացքում։ Նախ եթե իմանայի, որ քաղաքականություն եմ մտնելու, մի փոքր սովորեի, ուսումնասիրեի քաղաքականություն ընդհանրապես ինչպես անել։ Ես երբեք չեմ իմացել դա, ես երբեք դա չեմ սովորել, ես ուղղակի ապրել եմ դրանով։ Կան մարդիկ, որ քաղաքականությամբ զբաղվում են։ Ես քաղաքականությամբ ապրել եմ, եղել եմ այնպիսին, ինչպիսին ես կամ, եւ դա բերել է բավական լուրջ խնդիրների եւ որոշ անհաջողությունների, ու ես հասկացել եմ դրանց հիմքում ինչ է ընկած։ Ես երբեք չեմ պլանավորել լինել քաղաքական գործիչ։ Ես կուզեմ, որ մարդիկ, որոնք որ մտադիր են դա անեն, որոշեն, իմանան, որ անելիք կա սովորելու եւ կրթվելու եւ տարբեր case study-ներ անելու, որպեսզի իրենք սխալները թույլ չտան, որոնք թույլ են տրվել։ Կանեի նույնը թե չէ, այո կանեի ուղղակի այլ որակով, այլ որակի, այլ ձևաչափի կվարվեի, կկայացնեի այն որոշումները, որոնք արել եմ, ես հաճախ կայացրել եմ որոշումներ, որոնք բխել են իմ թիմային պատասխանատվության զգացումից։ Դա եւ լավ է եւ վատ։ Դրանք ինձ բերել են ոչ պոպուլյար իրավիճակների, պոպուլյար եւ ինձ հետ ոչ հաշտ, ես այդպես կասեի, կարող է չանեի, եթե իմ մասին մտածեի, բայց արել եմ, որովհետեւ թիմային պատասխանատվության զգացողություն եմ ունեցել, երևի պետք է ավելի շատ նայեի այն հայացքով, որ ուր կտանի դա մեծ կտրվածքում։ Մի փոքր ավելի կարճաժամկետ եմ դիտել քաղաքական քայլերը, բայց նաև արդարացման համար պիտի ասեմ, այն ժամանակաշրջանում, որ ես քաղաքականությամբ եմ զբաղվել, շատ արագ ընթաց էին փոփոխությունները եւ պատերազմ, պատգամավորը տրվեց հետո հեղափոխություն, հետո պատերազմ, հետո Արցախ գնալ, հետո ու ամեն անգամ մի նոր ինչ որ կրակ մարելու process է եղել եւ այդ պատճառով էլ կարծում եմ արել եմ քայլեր, որոնք արագ են եղել եւ իմպուլսիվ հաճախ, լավ եւ վատ հետևանքներով, բայց կուզենայի, որ ով որ դիտում է ում հետարքիր է քաղաքականությունը, իմանան, որ որոշելիք կա, թե դու ինչպես պիտի անցնես ճանապարհը եւ սովորես ուրիշների սխալների վրա։ Մանա ես ուզում եմ խոսենք այն մասին, որ մենք խոսում ենք կանանց ակտիվության, քաղաքականություն մտնելու եւ այնտեղ որոշումներ կայացնելու մասին, բայց երբեմն մոռանում ենք, որ այդ քաղաքականությունը այդքան էլ հեշտ չի եւ այդտեղ հիմնականում այլ արժեքներ են, այլ մարդիկ են, այլ տղամարդկային միջավայր է եւ օրինակ դու ինչ խորհուրդ կտաս այն կանանց, ովքեր որ իրոքից ուզում են մտնեն քաղաքականություն եւ արժեքներ փոխեն։ Քո կուտակած փորձը շատ օգտակար կլիներ նաև մարդկանց, ովքեր որ կուզենան քաղաքականությամբ իրոքից զբաղվեն, ոչ միայն կանայքն է։ Նախ այն փուլում, երբ որ նման մտադրություն կամ ցանկություն կա կամ անգամ եթե չկա, այն պատճառով, որ մտածում ենք դա դժվար է, վախենալու է, մենք պիտի հիշենք փառահեղ Մարգարետ Թետչերի խոսքերը այն մասին, որ տնային տնտեսուհին, եթե կարողանում է, ես այսպես պատմում եմ իր ասածը, կարողանում է տնտեսություն վարել, ապա նա կարող է զբաղվել քաղաքականությամբ։ Սա թվում է թե ինչ տարական բան է, բայց իրականությունն այն է, որ տնտեսությունը տնային, հենց քաղաքական տնտեսության նաև մասին է, քաղաքականությունն էլ իր մեջ տնտեսություն ունի։ Բայց այն ինչ կատարում է քաղաքական դաշտում, այն նույն խոսույթից ես խոսեցի, թե ինչպիսի թեկուզ բառապաշարով կամ ինչ վերաբերմունքով են միջավայրը ստեղծում քաղաքական, դա շատ կանանց է հետ պահում։ Ես ուզում եմ իրենց ասել, որ դա նախ հնարավոր է փոխել ձեր ներկայությամբ մեկ եւ ձեր այդպիսին չլինելով երկուս։
Երբ որ գալիս ես քաղաքականություն, դու չպիտի որոշես կամ ընդունես այն կանոնները, որ քեզ պարտադրված են։ Դու դրանք կարող ես եւ պետք է փոխես։ Եվ պահանջես, որ դիմացինները թարգեն, հարգանքով վերաբերվեն եւ իրենք փոխեն իրենց վարքագիծը քո ներկայությամբ։ Եվ սա աշխատում է, ստացվում է, եւ սա հնարավոր է։ Եվ դրա համար եմ ուզում ասել, որ հանկարծ որևէ պարագայում չվախենալ կամ չմտածել, որ ես դա չեմ կարող։ Չկա այդպիսի բան։ Նորից եմ ուզում ասել, չկա այդպիսի բան, որ քաղաքականության մեջ կինը չի կարող։ Նման բան ուղղակի չկա, որովհետև սա ֆիզիկական աշխատանք չէ, ծանր ֆիզիկական տղամարդկային աշխատանք, որ մենք մտածենք, որ հավանաբար մեր ֆիզիկական ուժերից վեր է։ Սա մտավոր աշխատանք է, սա կամքի ուժ է, սա մարդկային հատկանիշների դրսևորման միջավայր է, հետևաբար բնորոշ բոլոր կանանց։ Եվ հետ պահել քեզ մտածելով, որ չես կարող, ուղղակի նշանակում է թերագնահատել սեփական ուժերը եւ դա այն է, ինչ պիտի չանել, որովհետեւ յուրաքանչյուր կին կարող է ունակ է եւ շատ լավ կլինի զբաղվի քաղաքականությամբ։ Ես շատ մեծ ջատագովն եմ կանանց քաղաքականության մեջ մտնելու, որովհետեւ իրենց պակասը ես ամեն օր իմ գործնեության մեջ զգացել եմ։ Ես շատ հաճախ եմ մտածել, որ այս սենյակում եթե 10-ից 2-ը չլինեին կին, այլ 10-ից 6-ը 7-ը, այլ որոշում կկայացվեր, որը շատ օգտակար կլիներ մեր երկրին, մեր պետությանը եւ մեր զարգացմանը։ Մենք ավելի արագ եւ ավելի ապահով զարգացող երկրում կլինեինք։ Եվ այդ առումով դա ինձ շատ է նեղել, որովհետեւ ես շատ ուզեցել եմ իմ վարքագծով եւ իմ տեսակով անել ամեն բան, որ կանայք մտնեն քաղաքականություն, եւ առաջին բանը ու ամենակարևորը գոնե ինձ համար, որ ես դա արել եմ, դա այն է, որ ես միշտ պահպանել եմ կանացի սոլիդարությունը մեկը մյուսի հանդեպ վարքագծի առումով։ Ու կապ չունի, որ դու որ դաշտից ես, ու կապ չունի, որ դու ընդդիմադիր ես, մյուսի իշխանություն է եւ հակառակ մտքերն ունեք կամ կարծիքները։ Հենց շատ լավ է, որ այդպես է, եւ ես միշտ արժևորել եմ իմ օպոնենտ կամ դիմացի այլ բան անող, այլ միտք ունեցող, այլ քաղաքական հայացք ունեցող կնոջ անելիքը վարքագիծը, որովհետև ուզում եմ, որ իմանան կանայք կարող են բանավիճել, կանայք կարող են լինել որակով եւ կարող են բարձրացնել քաղաքական մշակույթը Հայաստանում ու դրա համար իրենք պիտի գան քաղաքականություն եւ որևէ պարագայում, եթե փոքր անգամ ցանկություն ունեն դա անելու, ուղղակի անպայման իրենց տան այդ հնարավորությունը եւ ես համոզված եմ, որ այստեղ անհաջողելու խնդիր չկա։ Իսկ ով է ասել, որ քաղաքական գործիչ բոլոր տղամարդիկ հաջողված են։ Դու ուղղակի պիտի անես այն, ինչ ուզում ես եւ չմտածես, որ սա քո տեղը չէ կամ քեզ ինչ որ մեկը պիտի թույլ տա կամ թույլ չտա։ Ոչ, բոլոր իրավունքները պայքարի միջոց են ձեռք բերվում, ոչ ոք իրավունքը չի նվիրում։ Խոսեցիր այն մասին, որ սենյակում եթե լինեին ավելի շատ կանայք, որոշումների որակը կլիներ այլ։ Այս դեպքում ոնց է ստացվում, որ շատ դեպքերում ոչ այդքան բարձր կամ գիտելիքների բարձր մակարդակով տղամարդիկ, որոնք որ, չգիտեմ, ստացել են պաշտոններ, մեծ հաճույքով այդ պաշտոնները ստանձնում են առանց որևէ պատասխանատվության զգացողության եւ հայտնվում են այդ աթոռներին, որոնց հետ մեկ էլ հայտնվում ես դու եւ փորձում ես այդ միջավայրում որոշում կայացնել, բայց կանայք օրինակ շատ ինքնաքննադատաբար են երբեմն վերաբերվում իրենց մասնագիտությանը, կարողություններին եւ երբ որ անգամ առաջարկում են, ասում են, բայց ես կարող եմ, ինչու է այսպես։ Շատ լավ հարց բարձրացեցիր, բայց ես կարող եմ ի հարցը, երբ որ տղամարդկանց ես պաշտոն առաջարկում, իբրեք այդ հարցը չի առաջանում իրաց մոտ, կանանց մոտ առաջանում է, այդ նաեւ իմ, երբ որ ես ստացանման առաջարկ, ասում եմ, բայց ես կարող եմ, հետո հասկացա, որ այդ ինչի է, ես այդպես մտածում եմ, մնացած բոլորը չէ։ Իրականում մենք դա անում ենք մեր աղջիկ երեխաների դաստիարակության ժամանակ։ Ես դա ցավով եմ ասում, բայց մենք մայրերս անգամ դա անում ենք մեր աղջիկների հանդեպ, երբ որ հաճախ ու պարբերաբար դա ասում ենք դու չես կարող կամ դա տղու գործ է։ Չկա առանձին տղու կնոջ գործ։ Մենք դա չպիտի ասենք։ Մենք չպիտի երբեք մեր աղջիկներին ասենք, որ դու ոչ թե մի երազի, մենք չենք խրախուսում իրենց երազանքը։ Ոչ թե ասում ենք մի երազի, այլ չենք խրախուսում։ Թող երազեն, իրենց երազանքի հետևից գնան եւ մենք ասենք, այո, դու կարող ես, ինչ ուզես կարող ես դառնալ, ինչով ուզես կարող ես զբաղվել։ Երբ որ մենք դա ասենք մեր աղջիկներին, նրանք այդ հարցը այլևս իրենց չեն տա,
մեծ տարիքում ու հատկապես պաշտոնների ժամանակ։ Ցավոք սրտի մենք դա անում ենք մեր աղջիկների հետ առանց անգամ նկատելու եւ ես շատ հաճախ եմ իմ ընտանիքում, մոտիկ ընտանիքում, հա, իմ քրոջ եւ այլ հարազատ աղջիկների ընտանիքում արգելում աղջիկներին ասել՝ «Չիկ դու աղջիկ ես, այս բանը մի արա, դու աղջիկ ես, այսպես պահի քեզ»։ Դա կապ չունի, եթե լավ վարք է, թող այդպես պահի, բայց նաեւ տղան Եթե վատ վարք է, թող այդպես չանի, ոչ աղջիկը, ոչ տղան։ Այս տարբերակումը մենք անընդհատ դնում ենք առանց նույնիսկ դա նկատելու։ Ու այդ է պատճառը, որ հետագայում ինքնավստահության պակաս կա աղջիկների կանանց մեջ իրենց ուժերի հանդեպ։ Երբեք դա պիտի չանենք, եկեք մենք ինքներս մեզ դաստիարակենք դա չանել։ Ես հատկապես խոսում եմ մայրերի հետ։ Եվ հայրերն էլ նույնպես, որովհետև դա նրանք էլ դաստիարակվել են իրենց մայրերից, չէ՞, տղաներին կարելի է, աղջիկներին ոչ։ Հետևաբար եկեք թույլ չտանք վատ բանը բոլորին եւ թույլ տանք լավ բանը բոլորին, մեր աղջիկներին էլ, տղաներին էլ։ Եվ երբեք մեզ իրավունք չվերապահենք սահմանափակել մեր աղջիկների երազանքները։ Եթե դա չանենք, մենք իսկապես 10 տարի հետո ձեզ երաշխավորում եմ ուրիշ աշխարհում կապրենք։ Ցավոք սրտի դա դժվար իրականանալի բան է եւ դա պիտի արվի դպրոցում, ընտանիքներում, հասարակության մեջ, նկատելով փորձենք իրար օգնել եւ թույլ չտալ նման զսպումներ աղջիկների հանդեպ, աղջիկների ցանկությունների եւ երազանքների հանդեպ։ Աշխարհում տարբեր կոնֆլիկտներ կան եւ պատերազմները թերևս հրահրվում են կամ որոշում են կայացնում պատերազմել մի երկիրը մյուսի դեմ, ոնց նայում ենք հիմնականում տղամարդիկ են այդ որոշումները կայացնում։ Եթե կանայք լինեին այդ պաշտոններին, պատերազմ հայտարարելու որոշում կայացնել այդքան հեշտ կլիներ։ Ես կարծում եմ, որ տղամարդիկ են հայտարարում պատերազմ, որովհետև իրենք են իշխանության, բայց եթե կանայք լինեին ավելի շատ, ես կարծում եմ, որ խոսակցությունն ավելի շատ կլիներ, բանակցությունը ավելի երկար կլիներ եւ ավելի բովանդակային, որովհետեւ կանայք գիտեն ովքեր են գնալու պատերազմ եւ իրենք պաշտպանելու հատկություն ունեն իրենց զավակներին, իրենց երեխաներին։ Եվ ես կարծում եմ, որ հաստատ ավելի ապահով աշխարհում կապրեին կամ առնվազն պատճառները այդքան ցավում եմ սա ասել, բայց երբեմն գնահատում եմ որպես տրիվիալ եւ ոչ արժեքային պատճառները թերևս կփոխվեին եւ գոնե ավելի արժեքավոր կլինեին, թե ինչի համար է այս կամ այն գինը վճարվում։ Եվ էլի ուզում եմ հույս հայտնել, որ անպայման կլինեին ավելի մտածված եւ ավելի երկար զրուցված եւ նոր միայն որպես ծայրահեղ միջոց, այլ ոչ թե այնինչ այսօր տեսնում ենք եւ հաճախ դա զուտ ռեսուրսի, զուտ տնտեսական շահերի համար է եւ այդ այնպիսի շահ է, որը կարելի է խոսել, բանակցել, գալ համաձայնության։ Այնինչ մենք այդ գինը վճարում ենք ոչ այնքան արժեքավոր բաների համար, ինչը որ կուզենայի տեսնել։ Անչափ շնորհակալ եմ անկեղծ եւ ամփոփ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։